Ամեն ինչն է թանկացել է, ինչն է մնացել։ Թանկ է կյանքը Հայաստանում, բողոքում են երևանցիները։ Խանութներում գնապիտակները ամեն օր ավելի շատ են շոկի ենթարկում, իսկ դրամապանակի պարունակությունը չի փոխվում։ Վիճակագրական կոմիտեի տվյալով այս սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ կատնաշորի մածունի գները մոտ 1%-ով են բարձրացել։ Սակայն թարմ կաթն ու պանիրը 1,5-ից 2%-ով են թանկացել։ Ձեթի գինը ռեկորդային մոտ 16%-ով է աճել։ Ոնց ապրենք 35,000 թոշակով։ Եթե առաջին անհրաժեշտության ապրանքների գները ամեն տարի աճում են, իսկ թոշակը շարունակում է մնալ 36,000 դրամ, ապա ովքեր են Հայաստանում 50%-ով ավելի լավ ապրում, քան 2018-ին, ինչպես պնդում է կառավարության ղեկավարը։ Հայաստանում պաշտոնապես աղքատ է բնակչության գրեթե 1/4-ը, սա 2022-ի տվյալն է։ Դրանից հետո աղքատության մակարդակի մասին նոր թիվ չի հրապարակել կառավարությունը։ Գուցե անվերջ թանկացումների ֆոնին աղքատության պատկերը ավելի սարսափելի է դարձել։